բայց Ռամիզ Մեհդիևին են ձերբակալել 2 օր առաջ եւ տնային Կալիևի ոչ միայն Հեյդար Ալիևի մինչեւ 2019 թվականը այդ մարդը Իլհամ Ալիևի աշխատակազմի ղեկավարն էր հին ապարատային ինչպես ասում են միակ ժառանգած բայց իրեն էլ է 19 թիվ 2003 թիվ 16 տարի իրեն է ծառայել այդ մարդը բայց ձերբակալությունը լի մի կողմ է մարդիկ չգիտեն ինչի մեջ են մեղադրում Ռուսաստանի հետ համագործակցություն Ադրբեջանի անկախություն ես հենց այսօր էի հենց նայեմ ադրբեջանական փորձագետներ այո եւ հենց դա շատ հետաքրքիր է այսինքն Պուտին Ալիև բանակցություններ այնքան էլ չեն անցել եղբայրական ջերմը մթնոլորտում ինչպես ասում էի վերջը ինչ եղավ այդ բանակցությունների արդյունքում սթափ որ նայում ենք արտաքին մեդիա կողմում Ալիևը իր լսարանին ասաց ահա տեսեք Պուտինը եկավ նկար են նույնիսկ իբր խեղճացած Պուտինը դրի ինձ ներողություն խնդրեց եւ այլն իսկ ռուսական մեդիա դաշտում ատամները կրճտացնելով եւ ավելի ճիշտ ասացին ինչ ներողություն Պուտինը ընդհանրապես ասաց որ ես արդեն ներողություն եմ խնդրել դեռևս այն ժամանակ ընդ որում ներողությունն այն ժամանակ շատ տոնայնությունը եղել է այնպես որ կպարզենք եւ այլ սա մեկ երկրորդ ում ազատեցին Սպուտնիկ Ադրբեջանի ղեկավարին անազատությունից հանեցին եւ տնային կալանքի դրեցին Ռուսաստանում էլ ինչ որ մի արվեստի գործիչ անունը չեմ հիշում որին նորից անազատությունից հանեցին եւ դրին տնային կալանքի